Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի մոտ վաղ առավոտից Սասու Միքայելյանին էին սպասում նրա հարազատները, ընկերները, որոնց մեծ մասը եկել էին Միքայելյանի ծննդավայրից Վանատուրից։ Այստեղ էին Սասու Միքայելյանի որդիները Մեխակ և Սևակ Միքայելյանները։ Ժամը 16:00-ի սահմաններում վերջապես ազատ արձակվեց ազգային ժողովի նախկին պատգամավոր ազատամարտիկ Սասու Միքայելյանը։ Ես երբեք չեմ սխալվել, ես եղել եմ զինվորի մազգին ու այսօր մինչև ես իմ կրած 3 տարի 3 ամիս կալանքը էլի մազգի ազատության համար է։ Նա լրագրողների հետ կիսվեց քաղաքականիչ ծրագրերով։ Ինչ կոնգրեսնա որդեգել են, շարունակելու եմ իրանց հետ։ Ես մնալու եմ, պայքարել եմ։ Թեկուզ հարթակում ես մեռնեմ, սիրտս ընդեղ կանի, ես իմ ժողովրդի հետ եմ լինել։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններին։ Ես Սերժ Սարգսյան եղել ենք մարտական ընկերներ, պատերազմի դաշտում եղել է մի թշնամի։ Մենք երկուսս համամիտ ենք ելել, պայքարել ենք։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես մարտական ընկերները երբեք չեն բաժանում։ Միքայելյանն առաջին անգամ տեսախցիկների առաջ հայտարարություն արեց։ Ես Սերժ Սարգսյանին ասել եմ, եթե նման մարդկանց հետ դու գնաս ընտրության, վարչապետ ժամանակ իր առանձնասենյակում, իր աշխատասենյակում ես ասել եմ, եթե դու նման մարդկանց հետ գնաս, ես չեմ գայց քո հետ նախագահական ընտրություններին։ Սասու Միքայելյանին դիմավորում էին նրա մարտական ընկերները։ Մեր ազգի հաղթանակն է։ Իսկական հաղթանակ այսօրվանից։ Սրանով չենք վերջացնում։ Նորից հզոր պայքարելու, նորից անելու, որ նման տղեկը վերջին անգամ նման տեղ գտնվեն։ Վերջում Սասու Միքայելյանը եւս մեկ անգամ բոլորին շնորհակալություն հայտնեց եւ շարժվեց դեպի մեքենաներ, որոնք ուղևորվելու էին դեպի հարազատ գյուղ Վանատուր։ Մանե Պապյան, Հովսեփ Հովսեփյան, IPV։